Ծննդյան օրերը սիրում էր Պաշը։ Այո, սիրում էր նրա համար, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր։ Որդին Պաշն էր հպարտանում, որ ծնվել է հենց Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։ Արդեն 6 տարի է իր ծնունդին ներկա չէ Պավել Մանուկյանը։ Տորթի մոմերն էլ փճում է փոքրիկ Էմմին, որ ծնվեց եղբոր զոհվելուց հետո։ Մարտի 5-ին հարազատ Բաքում նշվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պավել Մանուկյանի ծննդյան 25-ամյակը։ Հիշողությունները կրկին միավորել էին նրա հարազատներին, դասընկերներին ու ընկերներին, զինակիցներին։ Մեզ համար անթույլատրելի է մոռանալ կամ չհիշել այն, որ Պավելը մեզ համար տվել է իր ամենաթանկը, իր կյանքը եւ իսկապես խոնարհումս եւ Պավելի ծնողներին եւ հարազատներին, առավել եւս Պավելին, որ կարողացել է իր կյանքով մեզ կյանք նվիրել։ Ծնունդը կյանքի սկիզբն է, բայց կան մարդիկ, որոնց կյանքը դառնում է ավելին, քան պարզապես տարիների հերոսապատում։ Երազանքների, խիզախության ու հայրենիքի հանդեպ անսահման սիրո մասին այսուհետ կպատմի նաև Պաշի հիշատակին նվիրված երգը։ Մեր պաշարանց վախի մարդանցում է դիմացը թուրք ոսոխի կյանքի գնով մեզ կյանք տվեցի կոնկրետ հենց Պաշի մասին է, այսինքն ունենք ինֆորմացիա իր անցած ճանապարհի, թե պատերազմի տաշտում, թե առօրյայում, այդ ամեն ինչը համախմբվեց միտեղ, Արթուր Երիցյան Երևանից տեքստը գրեց երգի բառերը, կոնկրետ երգը Պաշի մասին է, այրուձի պես կռվելու մասին է։ Բաքում այս հուշարձանն ու արդեն տան այս անկյունն են Պավելի ընտանիքի թանկ անկյունները։ Մայրն ասում է ինչ էլ անեն քիչ է, բայց ամեն քայլը փոքր սփոփանք է ծնողների համար։ Էս, չգիտեմ, հանգստություն է էլի, ավելի շատ հուշարձան ենք գնում նստում, ջուրը խմում ենք, ոնց որ հանգստանանք էլի, որ մի բան կոնե երեխիս համար արել ենք։ Պավելը կռվել է Ջաբրայիլում, վիրավորվել սեպտեմբերի 27-ին, 5 օր պայքարել է ապրելու համար, երազանքների փոխարեն արդյունքում ապրեցրեց հայրենիքն ու իրեն հատուկ կերպով տղան ընդգծեց, հայրենիքին նվիրվելը առաջնայինն է։ 5 օր կոմայի մեջ մնաց, Ստեփանագերտ էին տարել, վիրավորվել էր, այնտեղ էին այդ վիրահատությունը արել, հետո վերտալյոտով բերել էին Էրեբունի բժշկական կենտրոն, այնտեղ ամսի 2-ին նոր համացավ։ Պաշի զոհվելուց հետո Մանուկյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել փոքրիկ Էմմին։ Տիկին Հասմիկի խոսքով Նատան Լույսն է, շատ նմանություններ ունի եղբոր հետ։ Ուշք ու միտքը իր աղբերը, Պաշս, իմ ապերս, ես զինվոր պիտի դառնամ։ Ապակա ֆուտբոլիստ էր Պաշը, մարզիչն արցունքն աչքերին է խոսում իր լավագույն սաներից մեկի մասին։ Նվիրված վերինաշճանի կարգապահ, պունկտուալ, նրան որպես մարզիկ եւ աշակերտ դասակարգում եմ ես ամենաբարձր ձևով։ Ծնողների թիկունքն ու հույսն էր Պավելը եւ տան դաստիարակությանը համապատասխան վճռեց. եթե սահմանն է հսկում, հետադարձի ճանապարհ չկա, սահմանը պահելը կարեւոր էր։ Երբ վտանգը մոտեցավ հայրենիքին, նա չհարցրեց ինչ կլինի ինձ հետ, նա հարցրեց ինչ կարող եմ անել ես, եւ այդ հարցն է, որ մարդուն դարձնում է հերոս։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականon գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։ Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Համակարգված կոռուպցիայի ողնաշարը ջարդվել է, երբ ստեղծվել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Այսպես է հակադարձում կառավարող ուժը ընդդիմադիրների պնդումներին։ Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը ձախողելու պնդումները երկրի գլխավոր ամբիոնից էին հնչում։ Դաշնակցական Քրիստինե Վարդանյանի պնդմամբ ապօրինի գույքերի բռնագծման մասով, օրինակ, իշխանությունը շոու է բեմադրում։ Կառավարող ուժի падգամավոր Անդրանիկ Քոչարյանը նկատում է ընդդիմադիրների հայտարարությունները իրենց քաղաքական հենարաններին պաշտպանելու փորձեր են։ Սակայն երբ իշխանությանը մեղադրում են կոռուպցիայի համար, պետք է փաստերով խոսել, ասում է նա։ Մեզ մեղադրում են, որ մենք նախկիններին ուրեմն հալածանքի ենք ենթարկում, եւ այդտեղ, քանի որ նախկինները իրենց քաղաքական,
հենարանն են, ինչպեսին Ռոբերտ Քոչարյանն է, ինչպեսին Սերժ Սարգսյանն է, ինչպեսին նաև նրանց փոխկապակցված բավականին հսկայական միջոցներ պետությունից տարած տարբեր պաշտոնյաներ են, որոնք ուզում են, որպեսզի այնուամենայնիվ իրենց տարածը մնա իրենց։ Ընդդիմությունը այդպես չսովորես, որ խոսելուց պետք է փաստեր ներկայացնի։ Հակակոռուպցիոն կոմիտեն եւ մենք ներկայացնում ենք տվյալ խնդրի շուրջ փաստերով։ Վերջին հաշվով մինչև դատարան մտնելը այդ բոլոր նյութերը հրապարակվել են եւ ոչ մեկը չի հերքել, որ ասենք ենթադրենք Ռոբերտ Քոչյանը եւ իրեն հետ փոխկապակցված իր ընտանիքի անդամներն ունեն այսքան անշարժ գույք, այսքան շարժական գույք։ Անդադ ասում է, որ ունի կղզի։ Քրիստիան Վաթյան ինչին է պետ Ռոբերտ Քոչյանի ունեցվածքի պաշտպանն է, չեմ հասկանում։ Ռոբերտ Քոչյանը դաշնակցության հետ ինչ կապ ունի։ Ինքը վերջը դաշնակա թե չէ։ Ապօրինի ծագման գույքերի բռնագանձումը քաղաքական վրեժխնդրություն չէ, արձագանքում է Քոչարյանը։ Քրիստինե Վարդանյանի հայտարարությանը, որ հակակոռուպցիոն կոմիտեում ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման մասով նախաձեռնված 890 վարույթից կարճվել է 70%-ը, 617-ը պատգամավորը պարզաբանում է, դա օրենսդրական խնդիր է։ Գոյություն ունի գործերի վաղեմության ժամկետ, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից օրինակ անցել են 10-15 տարի, հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվություն ապօրինի ծագմամբ գույք ունեցողները փորձում են օգտվել դրանից։ Դրանից են օգտվում ընդդիմությունը, որ ասում է, գիտեք, ինչ օրինական դատավճիռ չունենք, բայց փաստերը արձանագրված, որը շոշափելի փաստեր են։ Տաները բոլորը գիտեն, կողքով անցնում են, մեքենաները գիտեն, նրանց ապրելու ձևը բոլորը գիտեն եւ այդտեղ այ խնդիրը, որպեսզի մեր օրենսդրությունը բերենք այն վիճակին, որպեսզի որոշումների արագությունը չազդի արդարադատության վրա։ Նախկինները բոլորը առավոտը սկսում են իրենց բարի լույսը դատարանի դահլիճներում։ Իհարկե, տարբեր պաշտոններ կան, որոնք նաև մեր իշխանության կրող են եղել, ինչպես ունեցել ենք քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ինչպես ունեցել ենք Էլիշատ Բարսաշյան պաշտոնյաները, արտակարգ իրավիճակների նախարար եւ այլն։ Էլի sense դրվագներով ասում են։ Կոնկրետ այն մարդիկ, որոնք այսօր դատվում են, գնում են նաև այն տներում են ապրում, որ արձանագրվել է որպես ապօրինի գույք։ Կալանք է դրված այդ ունեցվածքի վրա, բայց շարունակում են ապրել, դատերը ձգել այն նպատակով, մի օր իշխանությունը կփոխվի եւ իրենք հետդարձի ճանապարհ կունենան։ Այդ խնդիրը որ պետք է լուծվի։ Քոչարյանը հիշեցնում է, հակակոռուպցիոն կոմիտեն տաբուներով կաշկանդված չէ, արտոնյալներ չկան, եթե գործը քննվում է ու օրենքի խախտում բացահայտվի, կարժանանա քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին։ Հասարակությունը սպասում է, որ օր առաջ ապօրինի ծագում ունեցող գույքերը վերադարձվեն պետությանը, ծառայեն երկրի նպատակներին։ Միասնական, ուրեմն նպատակ է, որպեսզի մեր երկրում պետական կառավարումը լինի մաքուր եւ որևէ պաշտոնյա մտքով չանցնի, որտեվ դա վաղեմության ժամկետ չի կարող ունենա։ Եթե այսօր վերցնում ես, պետք է միշտ իմանաս, որ վաղը մեկը դրան զանգը տալու, ասի, արի մի հատ բացատրես քեզ որտեղից։ Հիմա էլ են պայքարում իրենց ունեցվածքի համար, բայց դա անհույս զբաղմունք է, ավելի լավ է, որպեսզի իրենք բերեն հանձնեն այն ինչ որ իրենցը չի եւ իրենց գլուխը փորձեն դնեն բարձին եւ փորձեն քնեն։ Պետք է ապրել օրենքով ու չթալանել երկիրը, շեշտում է Քոչարյանը։ Խաղաղության բանաձևը ճիշտ օգտագործելով երկիրը պետք է պահել ամուր եւ այն ներսից չտապալել։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական գործողությունները, ինչպես նաեւ իրանական պատասխան հարվածները շարունակվում են արդեն 6 օր։ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, պայթյուններ են լսվել Երուսաղեմում, Թել Ավիվում աշխատել է հոբ համակարգը։ Պայթյուններ են գրանցվել նաեւ Թեհրանի բնակելի հատվածներում, ինչպես նաեւ Իրանի արևմտյան Քուրդիստանի նահանգում։ Ընդհանուր առմամբ Իրանում վերջին օրերին թիրախավորվել է ավելի քան 170 բնակավայր։ Բացի ռազմական ենթակառուցվածքից թիրախավորվել են բնակելի թաղամասեր, վնասվել են նաեւ Կարմիր մահիկի գրասենյակներ, բժշկական եւ դեղագործական կենտրոններ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերին եւ տարածաշրջանային գործընկերներին հակազդելու Իրանի կարողություններն արագորեն նվազում են։ Ջերալդ Ֆորդ ավիակիրը միջերկրական ծովից շուրջօրյա ռեժիմով շարունակում է աջակցել ռազմական գործողություններին։ Մեկ այլ ամերիկյան ավիակիր խումբ էլ գտնվում է Մերձավոր Արևելքում։ Բացի Իրանից եւ Իսրայելից հակամարտությունն ընդգրկել է 14 երկիր, ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ տարածաշրջանից դուրս։ Կատարը եւ Բահրեյնը հայտնել են
են իրենց ուղղությամբ նոր հարվածների մասին։ Ընդհանուր առմամբ Իրանում զոհերի թիվը հասել է 1230-ի, Լիբանանում զոհվել է 70-ից ավելի մարդ, Իսրայելում 10, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սիրիայում, Իրաքում գրանցված զոհերի ընդհանուր թիվը հասել է 25-ի։ Զոհվել է նաև ամերիկացի 6 զինծառայող։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածել են Իրանին, որպեսզի տարածաշրջանում պառակտում ստեղծեն։ Սա պատերազմ չէ միայն Իրանի դեմ, սա պատերազմ է ամբողջ տարածաշրջանի ապագայի դեմ։ Նրանք ցանկանում են պառակտում սերմանել հարևանների միջև։ Բաղային նաև նշել է, որ Մինաբ քաղաքում օրյորթած դպրոցի վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 160 երեխա, միտումնավոր է եղել։ Լիովին պարզ է, որ դա դիտավորյալ էր։ Դրա նպատակն էր զբաղեցնել մեր զինված ուժերին որոնողափրկարարական աշխատանքներով, որպեսզի նրանք կարողանան հարմարավետորեն հարվածել ռազմական թիրախներին։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարել էր, որ դպրոցի թիրախավորման մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իր հերթին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հետաքննում է այս միջադեպը։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ֆոնին ուժեղացվում է նաև Կիպրոսի պաշտպանությունը։ Օրերս Կիպրոսի բրիտանական ավիաբազայի թիրախավորումից հետո Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն այցելել է կղզի։ Բրիտանիան Կիպրոսում տեղակայել է Դրեգոն հակաօդային պաշտպանության կործանիչ նավ։ Իտալիան միանալով Իսպանիային, Ֆրանսիային, Հունաստանին եւ Նիդերլանդներին առաջիկա օրերին ռազմածովային միջոցներ կուղարկի Կիպրոսը պաշտպանելու համար։ Բացի այդ, Իտալիան հակաօդային պաշտպանության միջոցներ կուղարկի նաև Պարսից ծոցի երկրներ։ Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է, որ կատար է ուղարկում լրացուցիչ 4 թայֆուն կործանիչ։ Ֆրանսիան էլ հայտնել է, որ Միացյալ Նահանգների թույլ կտա ժամանակավորապես օգտագործել Մերձավոր Արևելքում իր ռազմակայանները։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Իրանի հարվածները, նշելով, որ Ֆրանսիան հանձնառու է Մերձավոր Արևելքում կայունությանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել ագրեսիան Մերձավոր Արևելքում։ Նա շեշտել է, որ Իրանի իրավունքները ևս պետք է հարգվեն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զրուցել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Հորդանանի, Բահրեյնի եւ տարածաշրջանի այլ երկրների ղեկավարների հետ եւ օգնություն առաջարկել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հարցում։ Նրա խոսքով Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում Կիևն այս ուղղությամբ արդեն մեծ փորձ է կուտակել։ Քննարկվում է տարածաշրջան ուկրաինացի մասնագետների ուղարկման հարցը։ Միևնույն ժամանակ շարունակում է փակ մնալ Հորմուզի նեղուցը, որով աշխարհը Պարսից ծոցի երկրներից ստանում է նավթի եւ հեղուկ գազի ամբողջ ծավալի 20%-ը։ Նեղուցի փակման եւ կատարում հեղուկացված բնական գազի արտադրության դադարեցման պատճառով Եվրամիությունում բնական գազի գինը վերջին 2 օրում աճել է 60%-ով, բարձրացել է նաև նավթի գինը։ Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի դեմ մարտական գործողությունների ավարտը։ Շախմատի Սյունիքի մարզի պատանիների 19-րդ առաջնությունը կրկին անցկացվում է Կապանում, մեկ հարկի տակ հավաքելով մարզի գրեթե բոլոր քաղաքների պատանիներին։ Սիսյանը 15 շախմատիստով է ներկայացել մրցաշարին։ Տարեստարի մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, փաստում են սաների թվերը։ Սովորենք կզբաղեցնենք տեղեր, որտեղ հաջորդ փուլը լինելու է հանրապետական փուլը, մասնակցելու ենք Երևանում։ Ունենք նաև նախկին չեմպիոններ, որոնց սպասելիքները շատ մեծ են։ Հիմնականում կարգային շախմատիստներն են մասնակցելու։ Առաջնությանը ամենաշատ մասնակիցները Կապանից են, հաղթողները հանրապետական փուլի ուղեգիր կնվաճեն։ Կապանը այս տարի ներկայանում է շուրջ 35 պատանիներով, լավագույն պատանիներով, բարձր կարգային շախմատիստներ են, որոնք պետք է ներկայացնեն մեր Կապանը։ Դասական շախմատից են ուժերը չափելու պատանիները, խաղատախտակների մոտ կհանդիպեն լավագույնները, մասնակիցները սովորում են զարգացնել մտածողությունը, տրամաբանությունը։ Մինչև 8-10 տարեկանները կլինի 7 տուր խաղափուլով, իսկ մինչև արդեն 16 տարեկանները կլինի 8 տուրով, ու լավագույնները կանցնեն արդեն հաջորդ փուլ Երևանում կհանդիպեն։ Տրամադրված է մեկ է, հուսով եմ, որ հաղթելու են բոլորն են։ Չգիտեմ, ինչ է սպասում։ Ուզում եմ հաղթել, որ հասնեմ Ալաշի կարգ։ Սյունիքում շախմատի զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում։ Այս հարցում մշտապես երեխաների կողքին են Կապանի համայնքապետարանը եւ մարզի հանքարդյունաբերական ընկերությունները, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատը։ Շախմատի Սյունիքի մարզի պատանիների 19-րդ առաջնության ամբողջ ծախսը ավելի քան 1.5 միլիոն դրամը այս անգամ հոգացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը նախորդ տարիներին եւս աջակցել է թե մրցաշարերի անցկացմանը, թե սյունեցի գրոսմայստերներին։ Հերմինե Միքայելյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։
Քաղաքական եւ ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ, ազգային հերոս եւ բանակի հիմնադիրներից մեկին նվիրված արձաններ ու հուշարձաններ կան Հայաստանի մի շարք քաղաքներում։ Վանաձորի կայարանամերձ հրապարակում տեղադրված հուշարձանը եւս նվիրված է Սպարապետին։ Քաղաքում բոլորն են ճանաչում Սպարապետի հուշարձանի հեղինակ Սարգիս Ղարիբյանին, վարպետ Սևոյին։ Նա առաջիններից էր, ով 10 էսքիզ ներկայացրեց ազգային հերոսի հուշարձանի կերտման համար հայտարարված մրցույթին։ Ցանկություն կար, որ ես ուզում եի անպայման անել, որովհետև Վազգեն Սարգսյանը ինձ համար եղել է հիանալի զորավար, լավ մարդ, լավ անձնավորություն, շատ ցավալի էր, որ նման ձևով հեռացավ մեր երկրից, բայց ամեն դեպքում հիշելու ենք դարեդար, որովհետև ինքը մեծ գործ է արել մեր ազգի համար։ Մասնակցեցինք, էսքիզները ներկայացրեցինք, մյուս օրը զանգեցին, որ քո աշխատանքը ընտրվել է, բոլորը միասին ընտրել են քո աշխատանքը։ Ուրախացա իհարկե եւ կպանք արդեն աշխատանքը կատարելու process-ին։ Ընտրված էսքիզը հավանության էր արժանացել նաեւ Սպարապետի ընտանիքի կողմից։ Քանդակագործի համար մեծ պատասխանատվություն էր Հայաստանի ազգային հերոսի կերպարը կերտելը։ Աշխատանքային process-ը ըստ փուլերի կավ, գիպս ու քար տևեց 1 տարուց ավելի։ Սարգիս Ղարիբյանը հիշում է բացման արարողությունն ու ստացված արձագանքները։ Վերևից մարզպետարանի խմբով եւ դրանց հետ միասին ծնողներն էին, Վազգեն Սարգսյանի հայրը, մայրը, եղբայրները, հարազատները ներքև էին իջնում եւ Հենիկ Ջեմշուդիչը ներկայացրեց ինձ։ Ինձ գրկախառնվեց մայրիկը, ասավ ես տեսել եմ արդեն մինչեւ բացումը, հավանել եմ, շնորհակալ եմ ապրես։ Ես շատ լավ զգացի, որ աշխատանքը ընդունվել է։ Դա ինձ համար մեծ մեծություն էր, հպարտություն էր, որովհետեւ նման չափի աշխատանքը կատարել եւ որ քաղաքը բոլորը հավանեն, պատվիրատուն հավանի, ծնողները հավանի, դա բարդ բան է։ Վարպետ Սևոն շեշտում է. ամենակարևոր բանը, որի վրա պետք է ուշադրություն դարձնի քանդակագործը, ստեղծվելիք կերպարին համապատասխան շունչ հաղորդելն է։ Նպատակ ունենալով խթանել հիշողության ուժը եւ ներկայացնել տվյալ հերոսի իրական կերպարը։ Յուրաքանչյուր աշխատանք կատարելուց, երբ որ փոքր ես անում, պետք է անես դնես քուր առաջադրանք, որ քանդակը մեզ սա բանաստեղծա, թե զորավարա։ Աշխատանքը կատարվում է, գցենք ես զորավարա։ Մեր քաղաքը հյուրերը կլեն, թե դպրոցականները կլեն, թե մեր ժողովուրդը կլինի, նայողը չի ասի սա որ բանաստեղծա։ Չնայած ինքը գրմել էր։ Կասի որ առաջերտը ինքը զորավար է եւ ուժեղ զորավար է։ Դա պետք է աշխատելու process-ը դու պետք է դա ապացուցես քո գործով։ Իսկ թվում է այս աշխատանքը ստացվել է որպես զորավար, ես ուրախանում եմ, հպարտանում եմ, որ սա իմ աշխատանքն է։ Վանաձորում Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ մարդաշատ է հատկապես բանակի տոնի, Սպարապետի ծննդյան ու մահվան օրը։ Հարգանքի գործողությունները հիմնականում կենտրոնացած են նրա հիշատակի գործի կարևորության ու ազգային արժեքների արտահայտման վրա։ Դրանք ոչ միայն հիշատակի պահպանման, այլև կրթական եւ հասարակական նշանակություն ունեն, նպաստելով երիտասարդների մոտ ազգային արժանապատվության եւ պատմական իրազեկվածության աճին։ Հայոց լեզվի շքեղությունը, ուժն ու խորհուրդն են ներկայացնում Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները։ Հանդիպման վայրը դարձյալ Գեղարքունիքի մարզային գրադարանն է։ Գրքերով շրջապատված, թումանյանական ցուցադրությամբ լրացված միջավայրը տրամադրում է մայրենի լեզվի մասին զրույցների։ Հայերենը դարձավ մեր ժողովրդի ոգու, պատմության եւ մշակույթի ամուր պահապանը։ Սիրելի աշակերտներ, սիրենք մեր մայրենի լեզուն, պահենք եւ պահպանենք այն մաքուր ու անաղարտ փոխանցենք մեր սերունդներին։ Աշակերտները ներկայացնում են հայոց լեզվի զարգացման պատմությունը, ընդգծում մեր լեզվի տեղն ու դիրքը աշխարհի լեզուների շարքում։ Միջոցառմանը գեղարվեստական տրամադրություն են հաղորդում լեզվին նվիրված արձակ եւ չափածո ստեղծագործությունների ընթերցումները։ Գրաբարը նագուն հայոց լեզուն է, ձևավորվել է Տուրբերանի, բարձր այգի ու արարատի խոսածների հիմնան վրա, ընդգրկվում են գից 11-րդ դարի ընկել ժամանակաշրջանը, սակայն գրաբարը խոսակցական լեզուն է եկել մոտավորապես մինչև 9-րդ դարը։
Միջին հայերենն ընդգրկում է 12-ից 17-րդ դարերը։ Այդ լեզվով շարադրվում էին բժշկական, գյուղատնտեսական ձեռնարկներ, պոեզիա։ Այն դարձավ ժամանակի պաշտոնական կիրառելի լեզուն։ Նոր հայերենն ընդգրկում է 17-րդ դարից մինչև մեր օրերը։ Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ ունի՝ արևմտյան եւ արևելյան։ Արևելահայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում եւ նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար։ Արևմտահայերենը ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է։ Դու այսպիսին ես եւ երջանիկ է, ով քեզ կարող է կոչել մայրենի, երանելի է, ով քեզանով է խոսում ու դատում։ Դու իմ մայրենի, այսպիսին ես դու, եւ ես երջանիկս ու երանելիս։ Այդ ես չեմ քեզ տիրապետում, այդ դու ես։ Դու ես ինձ տիրապետում հավիտյան եւ միշտ, եւ այժմ նաեւ քեզանով իսկ քեզ փառաբանելիս։ Միջոցառման հիմնական թեմայի հետ շահկապվում են նաև գիրքն ու ընթերցանությունը, ևս մեկ անգամ կարևորվելով որպես ազատ եւ անկախ մտածելու կարողության զարգացման միջոց։ Համատեղ միջոցառման արդյունքում դպրոցական գրադարանը հարստանում է նոր գրքերով, իսկ մարզային գրադարանի գրաֆոնդը հարստանում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նվիրատվությամբ։ Գրքերը մարզպետն անձամբ է հանձնում եւ հույս հայտնում, որ դրանք կգտնեն իրենց ընթերցողներին։ Կարեն Սարգսյանը շրջում է գրադարանի բոլոր բաժիններում, ծանոթանում գրադարանային առօրյային, զրուցում գրադարանավարների եւ աշակերտների հետ։ Քանի որ չեմ կարողանում ոտքերս շարժել, մեքենա սովորական չեմ կարող վարել, դրա համար հարմարացված է ձեռքով, ձեռքի կառավարումով, ձեռքով վարում ենք մեքենան, հիմա ցույց տամ ոնց ենք անում ու ոնց է շարժվում։ Զինվորի տան սոցիալական ծառայությունն իր Շահարուլլահեր Սաղաթելյանի մեքենայի ձևափոխումը պատվիրեց մեկ այլ Շահարոյի 44-օրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Մարգարյանին։ Զինհաշմանդամություն ունեցող բազմաթիվ տղաներ են կանգնել այս խնդրի առջև։ Ոտքերը չեն զգում, բայց մեքենա վարելու կարիք ունեն։ Ինքնուրույն տեղաշարժի ու հարմարավետության հարց է։ Ավտոն տանում տալիս ես Անդրանիկին 1 օր, 2 օր հետո, ասեն սիրուն սարքա տալիս է։ Ու շատ հարմար է։ Զինվորի տան սոցիալական ծառայությունն այսպիսով միաժամանակ երկու հարց է լուծել։ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորված Անդրանիկին ապահովել է աշխատանքով, ավելի վաղ վիրավորված Լաերտին հարմարավետությամբ ու ինքնուրույն տեղաշարժի հնարավորությամբ։ Չքայլելուց բացի Լաերտը նաև չի լսում, ապրում է Գեղամավան գյուղում։ Մեքենայի կարիքը շատ ունի։ Մեքենան հարմարեցված է այնպես, որ ձեռքով կառավարվեն բոլոր այն գործողությունները, որոնք սովորական մեքենաների դեպքում ոտնակով են կառավարվում։ Փոքրիկ գլխի կա, հեշտ շարժումով, կառավարումը հեշտ է։ Զինվորի տան սոցիալական ծառայությունն այսպես հերթով կարիքների գնահատում է իրականացնում, կազմակերպում զինհաշմանդամների առողջական, հոգեբանական, կենցաղային սոցիալական, իրավական ու ամենատարբեր խնդիրների լուծում։ Այլ կերպ ասած, զինվորի տան շտապօգնության ծառայությունը սոցիալական ծառայությունն է։ Տղաների ամենակարևոր ու ամենադժվար պահերին հենց այս ծառայությունն է հայտնվում նրանց կողքին։ Երբ մենք տեսնում ենք ժպտացող զինվորներ, երջանիկ երեխաներ, երբ տեսնում ենք ապաքինված զինհաշմանդամներ, երբ տեսնում ենք կրթություն ստացած եւ աշխատանքի տեղավորված մեքենա արդեն մեքենայով երթևեկող վարորդական իրավունք ունեցող մեր տղաներին, պիտի հիշենք, որ այս բոլոր աշխատանքները, որոնց մասին նշում ենք, իրականացվել է մեր սոցիալական ծառայության թիմի շնորհիվ։ Արդեն 2 տարի է զինվորի տան այս ծառայության մի մեծ զգալի հատված մեզ օգնում է, որպեսզի իրականացնենք Ստելլա եւ Էդգար Հակոբյանների ընտանիքը
ընտանիքը միացավ զինվորի տանը, նշելով, որ ուզում է անել այնպիսի մի ծրագիր, որի հետևանքով կփոխվի մեր տղաների կյանքի որակը, եւ մենք նրանց առաջարկեցինք մեր ֆինանսավորել մեր սոցիալական ծառայության ծրագիրը։ 2025 թվականի 7 ամիսների ընթացքում նույնպես սոցիալական ծառայության աշխատանքը ֆինանսավորվել է այս կազմակերպության կողմից։ Կազմակերպությունը կոչվում է Cover Project, այսպես է կոչվում, եւ իրականացնում են Հայաստանում բազմաթիվ բարեգործական ծրագրեր, որոնցից մեկն էլ զինհաշմանդամների աջակցությունն է։ 2025 թվականի ընթացքում սոցիալական ծառայության շնորհիվ 1700 անգամ տարբեր տեսակի խնդիրների լուծում է տրվել։ Բավարարվել է 1700 դիմում կենցաղային, առողջական, ֆինանսական, կրթական ու այլ հարցերի հետ կապված։ Դատարաններում ունեցանք հաղթած դեպքեր, իրավական, դատական։ Ծրագրի շնորհիվ նաև կարիքների համալիր գնահատում է իրականացվել եւ բացահայտվել են բոլոր այն տղաները, ովքեր կրթության կարիք ունեին։ Հետաքրքիր է, որ Էդգար Հակոբյանը, երբ իր հետ առաջին անգամ զրուցեցինք, հանդիպեցինք, նաև իր կյանքի օրինակը ուներ եւ նշում էր, թե ինչպես կրթությունը, թե ինչպես ինքնակրթությունը իրեն օգնեց, որպեսզի ինքը կայանա, կարողանա աշխատել, կարողանա ստեղծել բարիք եւ այդ նույն օրինակը, այդ նույն անգամ գրքերը, հեղինակները շատ ցանկանում էր, որպեսզի թարգմանվեն հայերենով եւ մեր տղաների համար նույնպես հասանելի լինեն։ Որպեսզի գիրքը ուժի ու հաջողության աղբյուր դառնա նաև զինվորի տան շահառուների համար, գիրք նվիրելու օրվա կամ այլ առիթներով տղաները բարբերաբար գրքեր են նվեր ստանում։ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում փետրվարի կեսերից պարբերաբար ստացվում էին ահազանգեր, որ վարչական շրջանի տարբեր փողոցներում ու բակերում կայանված ավտոմեքենաներից կատարել են գողություններ։ Ձեռագիրը նույնն էր, ամեն անգամ գիշերային ժամերին կոտրում էին մեքենայի դռանապակին ու սրահից գողանում իրեր։ Այս հանգամանքը կասկած չէր թողնում, որ բոլոր արարքները նույն անձի կամ անձանց գործն է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 25-ին Արաբկիրի համայնքային ոստիկանները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները եւ համագործակցելով Երևանի գնդի պարեկների հետ առավոտյան ժամը 6:05-ին Կոմիտասի պողոտայում ձերբակալեցին եւ բաժին տեղափոխեցին Մայրաքաղաքի Աթոյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ինչպես գողոն, նույնականացման եւ բանկային քարտեր, կնոջ մատանի, այնպես էլ հանցագործության գործիքներ, պտուտակահան, լար կտրող գործիք ու երկաթե մահակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվել է 30-ամյա տղամարդու կողմից մեքենայի ապակին կոտրելու եւ սրահից գողություն կատարելու 13 դեպք։ Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 23-ին ժամը 17-ին Մայրաքաղաքի Հալաբյան փողոցում ձերբակալվեց Դավթաշենի բնակիչ 36-ամյա տղամարդ, իսկ Նորաշենում ձերբակալվեց նույն թաղամասում փաստացի բնակվող 25-ամյա երիտասարդ, երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն։ Դավթաշենցու խուզարկության մոխրացած հետքերով կաթուցիչից բացի հայտնաբերվեց 2 տոպրակ, մեկը լցված 63 գրամ մարիխուանա, մյուսը նույն թմրանյութով լցված 25 փաթեթով, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 78 գրամ էր։ Նորաշենցու խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց 2 տոպրակ, մեկում 5 գրամ, մյուսում կպչուն ժապավենով 20 փաթեթ, մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվեցին նաև նրանց բնակության վայրերում։ Նորաշենցու տանը հայտնաբերվեց 1 կիլոգրամ 113 գրամ մարիխուանայի, 2 գրամ շոկոյի նմանվող զանգվածներ, նաև մարիխուանայով լցված 36 փաթեթ, իսկ Դավթաշենցու տանը հայտնաբերվեց 182 գրամ մարիխուանա։ Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, հանգամանքները պարզվում են։